Էլի ջրաշք տեղա։ Ու այստեղ այս վերևը այրոպորտն է, այրոդրոմիա, հունարեն ասած։ Անենց հետաքրքիր է, որ պարկած ես մեկ է տենում ես, որովհետև թռնում է մեկ գազան, մի քիչ առաջ հելել էր մեկը, բարձրացավ չհասրեցի նկարեմ, ընթացքում կհասնեմ, եթե հասնեմ կնկարեմ կտենակ, ինձ սիրուն տեղա, շատ հրաշք է, հրաշք։ Հենց սիրուն գաստրոյեն սարք է։ Ծովում նստած ընկերոջս հետ, քավորիս հետ, սենց զբաղվում ենք, որ բանը, կրյա ենք ուզում սարքեինք։ Սարքեցինք, բզբզացինք այս 2 ժամը, այսի է ստացվել։ Չգիտեմ սենց ոնց է երևում, բայց հերվից Յանի օրով էլի։ Դվարնի կրոջս ամուսինը կանելա, սս նայմա տենա ինչ եմ խոսում էլի, հույն է ինքը, ես էլ հայերեն եմ բացատրում իրան, նայմա, տենամ ինչ ասում էլի։ Ու էսի է ստացվել, չգիտեմ ոնց է երևում, բայց լավն է։ Էս են, ձակերին էլ բացեք թողի գնացել ենք, էս էլ ծես մերոնցով, ընտիր տեղա բայց, ընտիր, էս էլ էտ ասացես կրյան, Այմար տնեն շուտ անցավ ժամը չջոգի 2 ժամ այդ կրյան սարքում էին, բայց ափսոս չհայացրեցի լույսով նկարեմ, շատ սիրուն է եղել, ընտիրա, սիրուն կրյա է եղել, հետո գալիս են մեր պուճուրները, իրանց ձվերից դուս են եկե, որը մի հատ ճանապարհ են սարքե, որ այս պուճուր կրյաները կարնան գնան ծով, շատ ժամանակ բաները, ճայերը, գալիս բռնում են իրանց, բայց քանի որ մարդիկ շատ էին ու ժամը ուշ էր, խեղճերը հասցրեցին գնան մտնեն ծով, բայց դե դա չի նշանակում, որ բոլորը կարող է ապրեն, որտեվ շատերը այնտեղ այդ գիշատիչ ձկները ուտում են, կեսը սատկում են, ասենք կարող է մի 50 հատից 10 հատը մնան, թե չէ, բայց ամեն դեպքում շատ հրաշք բաներ կյանքներիս մեջ առաջ անգամ ձեզ բան տեսա, նախ ես որ շատ հուզիչ պահ էր, այսպես ասած,